Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, այսօր ես տեսակապով կզրուցեմ Ղրիմի Թեոդոսիա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարե Աշուրյանի հետ։ Բարև ձեզ, Տեր Զարե։ Աստված օրհնի, բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հետ կապ հաստատելու համար։ Ես եմ շնորհակալ այս հնարավորության համար։ Խոսենք նախ օրերս ձեր Facebook-յան էջում ձեր արված հայտարարության մասին, դուք անդրադարձել էիք Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Արարատի մարզի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցած պատարագին, որը մատուցում էր Տեր Երվանդ Քահանա Բաբայանը եւ պատարագի ներկա էր նաեւ Մասյացոտ ընթեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Դուք մասնավորապես ձեր Facebook-յան էջում նշել էիք, որ ամենազազրելի արարքը կամ արարքները դրանք վախկոտությունն են եւ դավաճանությունը։ Եթե ձեր դեմ կան կոմպրոմանտներ, դուք չեք կարողանում դրանց հակադարձել տղամարդու նման, լավ է, որ թողնեք ձեր կարգը եւ արժանապատվորեն հեռանաք։ Շանտաժ, կաշառք, պաշտոնի խոստում եւ ոչինչ չի կարելի փոխել արժանապատվության հետ։ Ձեզ ամոթ ասում եմ։ Դուք կարծում եք, որ իսկապես շանտաժ, կաշառք, պաշտոնի խոստում է տրվել հոգեվորականներին։ Մարդկային տեսակ այնպեսին է, որ ես պես եմ կարծում, որ եթե տարիներ շարունակ բոլոր հարթակներում գովաբանում է մի մարդ ամենայն հայոց հայրապետին, քննադատում է նրա դեմ խոսացողներին, մայրաթոռի նկատմամբ ցուցաբերում է այսպես նախանձախնդրություն, ամեն դեպքում ցուցադրում է, ոչ թե ցուցաբերում է։ Եվ մի օրվա մեջ կամ մի քանի ժամվա մեջ մարդը փոխվում է։ Միանգամից է փոխվում։ Այսինքն գնում կանգնում է այնպիսի մարդկանց կողքին, ովքեր որ եկեղեցու հալածողներն են, աստվածամարդ են, եկեղեցամարդ են, որոնց որոշմամբ այսօր 3 եպիսկոպոս, 2 arczepiskopos, մի եպիսկոպոս կալանքի վայրում են գտնվում, կալանքի մեջ է գտնվում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանը, ով եկեղեցուի պաշտպանության հանդես եկավ հայտարարությամբ, եւ շատ անարդարություններ իրենց ձեռքով տեղ ունեցավ։ Եվ ամենամեծ ողբերգությունը այդ մարդկանց կողմից, որ թույլ է տրվել, բերվել է մեր ազգի գլխին, այդ Արցախի հանձնումն էր։ Մեր բոլոր սրբավայրերը, մեր հայրենիքի պատմական այդ մասը թշնամուն հանձնել է։ Եվ այս մարդկանց հետ գնալ մի հարկի տակ, այս մարդկանց հետ գնալ մի ծածկի տակ, ոչ թե ներողություն եմ խնդրում, իրենց ապաշխարության կոչ անելու համար, որ իրենք ես կընդունեն, եթե այդ պատարագիչ քահանան ինքը պատարագի ներկա գտնվող այդ խմբին հորդորով կոչով հանդես գար, ասեր, որ ապաշխարեք, զղջացեք եւ դարձի եկեք եւ ձեր արած սխալների համար խոստովանության կարգով անցեք, ապաշխարության կարգով անցեք։ Մինչդեռ այնտեղ տեսանք ծափահարություններ, մինչդեռ այնտեղ տեսանք, չգիտեմ, այսպես գովասանքի, դրվատանքի խոսքեր եւ այլն, եւ այդ ամեն ինչի այդ համայնապատկերում տեսանք նաեւ ուրացում է Սուրբ պատարագի խորհրդի ընթացքում ամենայն հայոց հայրապետի ուրացումը։ Երբ որ քահանան, հոգևորականը ինքը պատարագի ժամանակ հիշատակում է իր առաջնորդին, կաթողիկոսին, իր հոգևոր ծնողին, ինքը դրանով վավերացնում է պատարագ կատարելու իր իրավունքը, այսինքն ինքը խոսում է, թե իր իրավունքը պատարագ կատարելու, այդ խորհուրդը կատարելու որտեղից է գալիս։ Իր քահանայության վավերացման մասին է խոսում։ Երբ որ հոգևորականը ուրանում է առաջնորդին, ուրանում է եպիսկոպոսին եւ կաթողիկոսին, ինքը դրանով իսկ իրեն դնում է անվավեր կարգավիճակի մեջ։ Եվ այն պատարագը, որը որ մատուցվում էր Սուրբ Հակոբ եկեղեցում, Արարատ գյուղի եւ մյուս տեղերում էլ որոնք որ մատուցվեցին, դա պատարագ ասել սիրելիներս շատ, չգիտեմ, այսպես թող ինձ ներեն մեր հավատացյալները, գայթակղություն չեմ ուզում։ Պատարագ չի դա, որովհետև դա պատվերով, քաղաքական պատվերով կատարված ինչ որ ակցիա է, ասենց ասեմ քաղաքացիական ակցիա կամ քաղաքական ակցիա է, որի նպատակը մարդիկ իրենց դիրքորոշումը արտահայտելու մեջ են տեսնում, ասում են, օրինակ պատարագիչ քահանան, այնտեղ այդ ակցիան իրականացնող քահանան, Տեր Երվանդ կոչվածը ինչ էր ասում, ես իմ դիրքորոշումը կամ անհամաձայնությունն եմ այդպես հայտնում։
Պատարակը քեզ համար տղա ջան դիրքորոշում կամ անհամաձայնություն հայտնելու առիթ չի։ Պատարակը Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունն է, կենարար մարմինն ու արյունն է, որ պետք է մեզ հաղորդ դարձնի Տիրոջ հետ։ Ոնց կարելի է բոլոր խորհուրդների, այսպես ասեմ, խորհուրդը սուրբ պատարակն է, սուրբ հաղորդությունն է։ Ոնց կարելի է պատարակի խորհուրդը անարգել ինչ որ քաղաքական ուժի պատվերով։ Ոնց կարելի է։ Հետո էլ ասում են, ինձ չեն պատվիրել, ինձ չեն ստիպել։ Ես չեմ հավատում, քո տեսակը ճանաչում եմ, տղա ջան։ Չեմ հավատում քեզ, որ քեզ չեն պատվիրել կամ քեզ չեն ստիպել։ Քո մասին ես մի մոռացի ծնունդով Արտաշատից եմ։ Քո մասին բավականին լայն այսպես ինֆորմացիա ունենք, թե դու ինչքան ազդվող տղա ես, այսինքն այն կամ այն ուժերի կողմից։ Քո հավատացյալներին հարցրա, տես, քեզ կարող են պատվիրել, թե չեն կարող պատվիրել։ Եկեղեցի գալացողներ, Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանչի եկեղեցի գնացողներին հարցրեք։ Իրեն կարող են պատվիրել կամ ստիպել ինչ-որ մի բան։ Իհարկե, բոլորն էլ կհամաձայնեն։ Կլինեն մարդիկ, որոնք կլռեն, բայց մեծ մասամբ կհամաձայնեն։ Խոսքը Տեր Երևանդի մասին է, այո։ Այո, Տեր Երևանդի մասին, ով որ այդ պատարակի արարողությունը, որը որ քաղաքացիական ակցիա էր պատարակի անվան տակ թաքնված, քողարկված, այդ արարողությունը իրականացրեց եւ դա տեղ ունեցավ թեմի առաջնորդի լուր ներկայությամբ։ Չի կարելի, այսինքն ես գիտեմ ուրիշ ժամանակ լիներ, Սրբազանը ծառայել եմ, գիտեմ թեմում ինչ խստություններ կա։ Սրբազանը ինքը կընդհատեր սուրբ պատարակը կամ ինքը դրանից հետո հայտարարությամբ հանդես կգար, չէ, ինքը իր վրայից գցում է, ասում է թող մայրաթոռը պատասխանի կամ թող մայրաթոռը որոշի, թող մայրաթոռը իր հարցով զբաղվի, չէ, դու պետք է ներկայացնես մայրաթոռին, ընդհանրական գոյություն ունի։ Դու որպես թեմի առաջնորդ քո անհամաձայնությունը այդ երևույթի հետ պետք է արտահայտես եւ իր հարցը բարձրացնես կարգապահական ժողով։ Հասկանալու համար, թե այդ մարդուն արդյոք գումարով կաշառել են, շանտաժել են, թե ինչ են։ Միգուցե իրենք մեղսակիցներ են, ես ինչ իմանամ։ Դուք նշել էիք եւ քիչ առաջ էլ նշեցիք, որ միշտ պաշտպանել եք Գևորգ Սրբազանը կաթողիկոսին, նույնիսկ նշել էիք, որ նրա կենացն էր խմում։ Այո, ես դա հիմա էլ եմ նշում։ Ինքը ամենից շատն է խոսել կաթողիկոսի մասին։ Ինքը ամենից շատն է մրցակցել ուրիշներին ուրիշների հետ կաթողիկոսի մասին դրվատանքի խոսքեր ասելուց։ Ես հիշում եմ մի անգամ, երբ որ այս մասին ակնարկեցի հարցազրույցներից մեկում, մի անգամ երբ որ այդ հարցազրույց էի տվել մի լրատվականի, ինձ ստիպեց որպես ես բացատրագիր տամ իրեն, թե ինչու եմ ես իր հրահանգը անտեսել։ Ինձ հրանգված էր եղել, որպեսզի մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, գրառումներ Facebook-յանի, այսինքն ինչու էր ժամանակակից բառով ասում, տոտալ վերահսկողության տակ եմ եղել։ Իմ Facebook-յան էջից սկսած, իմ անձնական հարաբերություններից վերջացրած, թե ես ում հետ եմ շփվում, ում հետ եմ նստում, ում հետ եմ կանգնում, հա։ Եվ այս մարդը ինչ էր ասում, բացատրագիր է պահանջում ինձանից, թե ես ինչու եմ շրջանցել հանգամանքի խոսքը։ Երբ որ բացատրագրի մեջ նշել է ազգիս վեհափառ Հայրապետի հասցեն, ասում է, «Էդ ուզում ես ասես, որ ինձանից շատ է սիրում վեհափառին»։ Ես երբեք նման բանի համար մրցակցության մեջ չեմ մտել։ Որևիցե մեկին սիրելու իմ արտահայտությունը գործով եմ ցույց տվել, ոչ թե խոսքով։ Եվ այսօր այդ մարդը, որ ժամանակին ինձ հետ, այսպես կարելի ասել, մրցակցում էր, թե ինքն է շատ սիրում վեհափառին, թե ես եմ շատ սիրում վեհափառին, այս մարդն այսօր առ է համարում այն հանգամանքը, որ վեհափառի անունը շրջանցվել է դիտավորությամբ քաղաքական պատվերով։ Ուրիշ ժամանակ ինքը իր առաջնորդարանի սենյակում նստած այս կամ այն հոգևորականին, որ տեսնում է շեղված են մայրաթոռի ճշմարիտ այդ ուղուց, հա, դեմ են դուս եկել մայրաթոռին քննադատեր ամենախիստ խոսքերով, ամենախիստ բնորոշումներով։ Այսինքն իր վրա ճնշումներ կան, կարծում եք։ Եվ միայն ես չէ, շատ հոգևորականներ նաև։ Կարծում եք Գևորգ Սրբազանի վրա ճնշումներ են եղել։ Այլ բացատրություն չունեք, որ նախկինում պաշտպանում էր, հիմա ոչ, թե այլ պատճառներ կարող են լինել։ Հենց հնարավոր է հոգևորականներից են ներսում խոսել իր հետ եւ ինքը մտածել է, որ պետք է այդ ուղղությունը բռնի։ Ինչ եք կարծում, ինչ խնդիր, ինչի գուցե խոստումներ են տվել, ես չեմ իմանում, գուցե ճնշումներ կա, ես չեմ իմանում, դա հետո կպարզվի, երբ որ այս ամեն ինչը անցնի։
վստահաբար ամեն բան պարզ է դառնալու, վստահաբար ամեն բան ջրերից է դուրս գալու։ Իդեպ ես մեջ Եվ բերեմ զգուշացնում եմ բոլոր այն քաղաքական ուժերին, իշխանամետ կամ լրատվականներին, ովքեր որ այսպես մտածում են, թե fake լուրեր տարածելով իմ մասին, կեղծ լուրեր տարածելով, ինչ որ Թուրքիայում ծվարած երևույթների պատվիրելով, իմ մասին բաներ գրելով, պիտի դրանով ինձ ճնշեն կամ լռեցնեն, սխալվում են։ Հարգելիներս, ես այդ ամեն ինչով անցել եմ եւ երբևիցե չեմ վախեցել։ Ոչ կարող եք իմ դեմ կոմպրոմատներ բերեք, ոչ էլ կարող եք ինձ ինչ-որ բանով լռեցնեք։ Ես իմ կոչումով, իմ առաքելությամբ կոչված եմ ճշմարտության մասին խոսել եւ բարձրաձայնել։ Իդեպ Գևորգ Սրբազանը ոչ շատ վաղ, մի քանի ամիս առաջ ընդամենը հրապարակավ հարցազրույցի ժամանակ ասում էր, որ քննադատում էր Փաշինյանի քայլերը կաթողիկոսի դեմ տարվող գործողությունների հետ կապված եւ ասում էր, եթե մեկը դարձավ համախոհ այդ հալածանքին, դառնում է ուխտադրուժ։ Դա իր խոսքերն են։ Տեր Զարե, բայց ամեն դեպքում դուք անցածիք Ինչ եք կարծում, այս գործընթացները միջև ուր կհասնեն, որովհետև երբ նախկինում այս հարցերը քննարկվում էին, շատերը կարծում էին, որ հնարավոր չէ եկեղեցին պառակտել, բայց հիմա տեսանելի է, որ որոշ հոգևորականներ իսկապես կաթողիկոսի դեմ գործողություններ են իրականացնում, միանում են այդ պայքարին եւ ըստ մամուլի տեղեկությունների նաեւ Ստեփան Ասատրյանն է բանակ հավաքել, այսպես ասած, թիմ հավաքել եւ առաջիկայում պարզ կդառնա։ Դուք հնարավոր համարում եք, որ իսկապես մեծ թվով հոգևորականներ միանան եւ պահանջեն կաթողիկոսի հեռացումը։ Մեծ թվով հոգևորականները դա չափազանցություն է, որովհետեւ հոգևորականները մեծ թվով սատարում են ամենայն հայոց հայրապետին եւ կանգնած են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողքին։ Այն ինչ որ այսօր տեղի ունենում, այն ինչ որ խոսվում է քաղաքական դաշտում, թե ձնագնդի էֆեկտով եւ այլն, մենք շնորհակալ ենք լինելու վերջում իրենցից, դա ճակերտների մեջ հասկացեք ասածս, որ իրենք այդքան դավաճանների բացահայտեցին մեր ներսում։ Մենք վերջում իրանց ասում ենք շնորհակալ ենք, որովհետեւ եթե ամբողջ ուժային համակարգը աշխատեր մեր օգտին, մենք չենք կարող բացահայտել այդքան դավաճանների։ Իսկ իրենք այդ հնարավորությունը տվեցին դավաճաններին, որպես իրանք ինքնաբացահայտվեն։ Բնականաբար շանտաժ, կոմպրոմատ, կաշառք, խոստում, պաշտոնի բարձրացում, գուցե ամեն մի եպիսկոպոսի, որ գնան կկանգնեն իրանց կողքին, խոսքել տվածնեն, ասեն, այ դու ես կաթողիկոսն, վերջում իրանք իրար հետ են վիճելու, թե իրանցից որ մեկը պիտի կաթողիկոս լինի։ Հասկանալի է, չեն չի մասին։ Գուցե արդեն իրանք պաշտոններ այսպես երևակայական դաշտում բաժանել են իրար մեջ, մի բան մոռացել են։ Սա եկեղեցի է եւ եկեղեցին հազարամյակների կարգ ու կանոնով առաջնորդվում։ Եվ չէ, ով ուզում է լինի Նիկոլ Փաշինյան կլինի, թե ով կլինի, վստահ եմ, ոչ Ստալինից ուժեղ է Նիկոլ Փաշինյանը, ոչ Հիտլերից ուժեղ է, ոչ չգիտեմ, Լենգ Թեմուրից ուժեղ է, ոչ արաբներից է ուժեղ, ոչ մեկից ուժեղ չի ինքը։ Եկեղեցին կա, եղել է եւ լինելու է ասրելներս։ Հնարավոր չէ եկեղեցու դեմ, հասկանում եք, այս գործիքակազմով։ Իրենք ասում են, որ եկեղեցու դեմ չի գործողությունները, հակառակը եկեղեցու համար է եւ կաթողիկոսին հեռացնելով փրկում են եկեղեցին։ Չէ, այդ մանիպուլացնում է, այդ դեմագոգիա է, ժողովրդի ականջներին այսպես դուր գալու կամ հաճանալու կամ խաբելու համար խոսքեր են։ Չի կարող եկեղեցին առանձնացվի իր հոգևոր նվիրապետությունից, չի կարող, գոյություն չունեն այդ եկեղեցին։ Կանոնն ասում է, որ առաքյալն ասում է, որ ինչպես որ Քրիստոսի շուրջն է եկեղեցին, այդպես իր եպիսկոպոսի շուրջը։ Այս պարագայում եպիսկոպոսապետի շուրջը։ Այսինքն, եթե մեկը դուրս է գալի Քրիստոսի դեմ, հա, ինքը կարա ասի, ես քրիստոնյաների դեմ ոչինչ չունեմ, ես Քրիստոսի դեմ եմ։ Չի կարող չէ ասել։ Երբ որ Պողոս առաքյալը հալածում էր քրիստոնյաներին, Դամասկոսի ճանապարհին Քրիստոս տեսիլքի մեջ ասում է, ինչու ես հալածում ինձ, այսինքն Քրիստոսի եկեղեցին ու Քրիստոսը նույնականացվում են։ Իսկ Քրիստոսի ներկայացուցիչը երկրի վրա, երկրից վրա, դա եպիսկոպոսն է, այս պարագայում մեր դեպքում հայրապետը, որի շուրջ հավաքված է ամենայն հայոց քրիստոնեությունը, թե Հայաստանում եւ թե Սփյուռքում։ Դու կարծում եք ոնց կարելի է պատկերացնել առանց նվիրապետության եկեղեցի, դա աղանդավորների օրակարգն է, սիրելիներս։
աղանդավորներն են, որ մերժում են նվիրապետություն, բողոքականության, այսպես կարելի ասել, այդ աղանդավորական ճյուղն է, որ մերժում է եկեղեցու նվիրապետությունը։ Իրենք էլ նույնությամբ են ուզում, չէ, դե անձը կապ չունի եկեղեցի։ Հասկացանք, եկեղեցին, եթե բոլոր հավատացյալները հավաքվեն աշխարհին, կարող են եպիսկոպոս օծել։ Ոչ իհարկե, եթե բոլոր հավատացյալները հավաքվեն առանց եպիսկոպոսի, կարող են քահանա օծել։ Իհարկե ոչ։ Եթե բոլոր հավատացյալները հավաքվեն, իրենց մեջ չլինի քահանա, կարող են պատարագ մատուցել կամ մկրտություն անել։ Իհարկե ոչ։ Այնպես որ առանձնացնել հայրապետին, դուրս դնել եկեղեցուց, ասել մենք իր անձի դեմ ենք, եկեղեցու դեմ չենք։ Դա մանիպուլյացիա է, կեղծ է, սուտ են խոսում։ Դուք կարծում եք չի հաջողվի իսկապես այն ծրագիրը, որ մշակվել է արդեն եւ գործընթացներ են իրականում։ Տեսեք, իրանք ամեն ինչի էլ պատրաստ են։ Ամեն սրբապղծության պատրաստ են իրանք։ Իրանք եթե իրանց մտքին դրել են մի բան անեն, գուցե ձգտեն կամ հնարավոր ճանապարհներ փնտրեն։ Մանավանդ այս համատարած լռության ֆոնի վրա իրանք ոնց որ այսպես կանաչ լույս են ստացել այդ լկտիությունների համար, հա, այսինքն այդ ոտնձգությունների համար կանաչ լույս են ստացել գուցե ինչ որ ուժերի կողմից, եւ այդ լռությունը համաշխարհային լռությունը դրա մասին է վկայում, խոսում, որ բոլորն էլ դուրս են եկել եկեղեցու դեմ, հա, եւ այստեղ սահմանադրական կարգի տապալում, այստեղ ամեն ինչ կա, մարդու անձնական կյանքի անձեռնամխելիության խախտում, ամեն ինչ խախտված է այստեղ, թե քաղաքական, աշխարհիկ իրավունքի իմաստով, եւ թե նաեւ հոգեվոր կյանքի իմաստով, ամեն ինչ խախտված է այստեղ։ Այսինքն դուք կարծում եք, որ ավելի մեծ ծրագիր է, քան ուղղակի կաթողիկոսին հեռացնել եւ դրսից պատվիրատուներ կամ շահագրգիռ կողմեր կան։ Այստեղ հարգելիներս, խնդիրը կաթողիկոսի անձը չէ, այստեղ եկեղեցու կառավարման սիստեմն են ուզում փոխեն այս մարդիկ։ Այստեղ եկեղեցին տարիներ առաջ, երբ որ նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումներ, ինչ էին ասում են պետք է բան լինի, ինչա, սինոդի կառավարման մեթոդը լինի։ Հիմա էլ սրանք ասում են պետք է հավատացյալ կաթողիկոսներ։ Այդ ով է չափելու, ով ինչքան հավատացյալ է։ Այդ չափման սանդղակը ո՞րն է մեկի հավատքի չափելու։ Ինչ որ միջոց կա, լաբորատորիա կա, որտեղ որ այդ մարդը պետք է փորձաքննության անցնի եւ իր հավատքը չափվի այդտեղ։ Ով ես դու մարդ, որպեսզի մեկի հավատքի մասին խոսես։ Աստված գիտի թե ով ինչքան հավատք ունի։ Իսկ այն հոգևորականներն, ովքեր որ ասում են, որ ուզում են համաճիկային դարձնեն այս կառույցը, եկեղեցին դարձնեն կամակատարների խումբ, որ իրենց քաղաքական պատվերով այսպես սինխրոն գործեն միասին, իրենց քաղաքական նպատակների համար։ Եկեղեցին միակ ուժն է, որ միջև այս պահը կանգնած է իր ազգի, իր հայրենիքի եւ Արցախը միջև հիմա եկեղեցու պատարագի Սուրբ խորհրդի ընթացքում հրաբան արվում, հիշատակմա եւ ասեմ ավելին, Գևորգ Սրբազան դրա մասին հրաման ունի տված եկեղեցու քահանաներին ժամանակին, որ Արցախը պարտադիր հիշատակվի պատարագի խորհրդի ժամանակ, երբ որ հիշվում է Հայաստան Հանրապետություն, դրան նաեւ Արցախի Հանրապետություն պետք է հիշվի։ Իսկ այսօր ինքն է ուրանում։ Լուր տեսնում է, թե ինչպես են մարդիկ։ Լավ, եթե վաղ իր անունը չհիշատակեն եկեղեցում քահանաները պատարագի ժամանակ, ինքը ինչ է անելու։ Եթե առաջնորդի անունը մի քահանա իր կեցվածքից դժգոհ ասի, ես համաձայն չեմ, որ ինքը իմ առաջնորդն է, ես իր անունը չեմ հիշում, ինքը ինչ անելու։ Տեր Զարե, այն հոգևորականները, ովքեր որ պահանջում են, որ կաթողիկոսը հեռանա եւ ասում են կուսակրոնության ուխտը խախտել է, իրենք չունեն այդ խնդիրը։ Այսինքն, երբ որ իշխանությունն ասում է, որ պետք է նրան հեռացնենք, որովհետև ուխտը խախտել է, իրենք արդյոք վստահ են, որ այն մարդիկ, ովքեր հավաքվել են իրենց կողքը, որպեսզի կաթողիկոսին հեռացնեն, նրանք անբիծ են եւ որևէ մեղք չեն գործել, այսպես ասած։ Կամ կարգ չեն խախտել։ Կամ մարդ, որ մեղք չգործի։ Եկեղեցական կարգ չեն խախտել կամ կուսակրոնության կարգ չեն խախտել։ Ուրեմն Աստվածաշունչ կարդացող մարդը այնտեղ բազմաթիվ օրինակներ կտեսնի։ Թե ինչպես աստվածաշնչային հայտնի կերպարներից, սրբերից Դավիթ մարգարեն, Դավիթ թագավորը սպանեց Ուրիային իր հավատարիմ զինվորին, որպեսզի ամուսնանա կնոջը։ Թե ինչպես Մովսեսը, որ աստվածատես մարգարե էր, տեսավ, միակն էր մարգարենից, որ Աստծուն թիկունքից տեսավ եւ ողջ մնաց։ Եվ այդ մարգարեն
հուսահատվեց կամ դժգոհեց Աստծուն հրեա ժողովրդին առաջնորդելու ժամանակ եւ դրա պատճառով քանանացիների երկիր ավետյաց երկիր չմտավ։ Չկա այդպիսի մի մարդ, որ մեղք չգործի, սիրելիներս։ Մենք չենք ասում, գիտեք, վեհափառ հայրապետը սուրբ է, երբ որ կան որ կուսակրոն ասում ենք հայր սուրբ, մենք չենք ասում, որ ինքը սուրբ է։ Իրենք սուրբ են առանձնացված, այսպես նպատակով, իմաստով։ Իրենք օրինակ սկիհը, որ ասում ենք սուրբ, կամ գիրքը, որ ասում ենք սուրբ, ինքը իրեն սրբություն չունի, չէ բնականաբար։ Սրբացնողն Աստված է։ Եվ եկեղեցու սրբությունն էլ Աստծուց է գալիս, անձերից չի գալիս։ Ես ամենամեղավոր մարդն եմ աշխարհի վրա։ Եթե Նարեկացին իր մեղքերի մասին թվարկում, այսպես խոսում է, շատ խիստ բնութագրում է, ես ով եմ, որպեսզի այդ համատեքստում կամ այդ համայնապատկերում այդ մեծ սրբերի, որոնք իրենց մասին այդքան քննադատական են խոսել, ասեմ, գիտեք ինչ կա, ես արդար եմ, չէ։ Արդար մարդ չկա, արդար միայն Աստված է։ Բոլորս մահկանացում ենք, բոլորս մեղավոր ենք։ Եվ Աստվածաշնչում էլ ասում է, ով է մարդս, որ ապրի եւ մեղք չգործի։ Բա ինչի համար է ապաշխարությունը, բա ինչի համար է կյանքի ընթացքը, ինչ Աստված մեղավորի մահը չի ուզում, դարձնու ապաշխարությունն է ուզում, ինչի ասում Սուրբ Գիրքի այդպես։ Որտեւ Աստված ամեն մեկիս հնարավորություն է տալի իր մեղքերի համար ապաշխարել եւ զղջալու։ Դուք վեհափառ հայրապետի խոստովանա հայրն եք, ով եք, որ դուք ձեզ իրավունք եք վերապահում մտնեք այդտեղ վեհափառը ինչ մեղք ունի թե չունի։ Եթե դու քո աշկի շուղը գերանը չես տենում, դու դիմացի շուղը ո՞նց ես նշмарում։ Այ կեղծավորներ, այ փարիսեցիներ, այ դավաճաններ, այ հուդաներ։ Դուք ո՞նց եք ձեր աշկի շուղը գերանը անտեսում եւ դիմացինի շուղը ցույց տալիս ուրիշներին։ Դուք բոլորդ, էլի եմ ասում, եթե չզղջաք, չապաշխարեք, դարձի չգաք, բոլորդ էլ հուդա եք, բոլորդ էլ բրուտոս եք, բոլորդ էլ կեղծավոր եք, բոլորդ էլ դավաճան եք։ Ոնց ուզում եք ասածներից մեջ տեղավորվեք։ Դուք այդ եք։ Որտեվ դուք բոլորդ իմ ներկայությամբ ամենաբարձր դրվատանքի խոսքերն եք ասել ամենայն հայոց հայրապետի հասցեին։ Դուք բոլորդ ասում եք, որտեղ իր ոտքը այնտեղ մեր գլուխը։ Դուք այդքան խոնարհվում եք վեհափառին, ձեռքը համբուրելու համար ձեզ կոտորելով հերթ եք կանգնում։ Եվ այսօր դուք ամենայն հայոց հայրապետի դեմ եք խոսում, չլինի թե ամենայն հայոց հայրապետը ձեր պահանջները կամ ձեր երազանքները իրականություն չի դարձրել, դրա համար եք դժգոհում։ Չլինի թե ակնկալում եք, որ դուք պետք է պաշտոններ ունենայիք կամ դուք իր փոխարեն լինեիք, դրա համար եք դժգոհում։ Դուք դավաճան եք։ Տեր Զարեգ, դուք ինչ եք կարծում, կաթողիկոսը պետք է դիմի հանրությանը կոչով եւ աջակցություն պահանջի։ Ուրեմն ամենայն հայոց հայրապետը դիմելու կարիք չունի, սիրելիներս։ Հասկանում եք ինչի մասն է խոսքը։ Երբ որ դու տեսնում ես մեկը քո հորը հալածում է, հայհոյում է, սպասում ես, որ հայրդ քեզ դիմի, որ դու իրան աջակցես։ Փողոցում քայլում ես, մեկը տեսնում ես քո հորը հայհոյում է, ասում է, «Էս ինչ է, էս ինչն է»։ Դու սպասելու ես քո հորը, որ ասի ինձ պաշտպանի տղաս, որ դու իրան աջակցես։ Այդպես, չգիտեմ, ինչ ասեմ, մենք ասումների եւ անասումների ենք, չէ՞ տարբերվում։ Ասումները նրանք են, որ հասկանում են, որ գիտակցում են, խոսում են, եւ անասումները նրանք են, որոնք բնազներով ապրում են, որոնք սպասում են հրահանգների, հովվի կողմից ճիպոտի գործադրման եւ այլն։ Մենք ասումներ ենք, ժողովուրդ ջան, մենք չպիտի սպասենք, գիտեք ինչ, որ հայրապետը կոչով հանդես գա։ Յուրաքանչյուր քրիստոնյա մարդ, ով որ համարում է եկեղեցու զավակ, եւ ով որ համարում է, որ ամենայն հայոց հայրապետը իր հոգեոր հայրն է, ինքը պետք է կանգնի իր եկեղեցու իր հոր կողքին, առանց հրավերքի սпасելու։ Դա չի կարելի, սիրելիներ, այդպես։ Գիտեք, ասենք ամենայն հայոց հայրապետը դիմի ասի կոչով, եկեք ինձ պաշտպանեք։ Նման բան հնարավոր չի։ Նաև խոսենք մեկ նամակի մասին, որը շրջանառվում է մամուլում, ըստ որի 7 եպիսկոպոսներ, arczepiskopոսներ դիմել են վեհափառին, որպեսզի կասեցնի Արշակ Սրբազանի պաշտոնները եւ նա Մայր Աթոռից դուրս գա։ Դուք այս մասին տեղեկություն ունեք։ Անկեղծ ես մամուլից այդ շրջանառվող նամակի տեքստը տեսա, բայց ես չգիտեմ, դա իրական է, կեղծ է, որտեվ հիմա ամեն ինչ այնքան է շփոթված եւ խառնված իրար, որ չես կարող զանազանել իրականը կեղծից։ Նաև տեղեկություն կա, որ այսօր Մայր Աթոռում եպիսկոպոսած ժողով է լինելու։ Այս հարցով։ Ժողովուրդ ջան, Մայր Աթոռում տեղի ունեցող ժողովները կամ որոշումները այն ամեն ինչ որ լինում է, դրանք Մայր Աթոռի պաշտոնական հայտարարություններով հրապարակվում են։
Ես էլ մամուլից եմ մացել, այսինքն որ ժողով պետք է լինի, բայց ես հասկանում եք, ինձ երբեք թույլ չեմ տա զանգեմ հարցնեմ ժողովը լինելու է, թե չի լինելու, կամ ով պիտի ինձ պատասխանի։ Դա այնպիսի բաներ է, որին պատասխանելու հարց չի։ Գոյություն ունի դիվան, մամլո դիվան Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, ինքը իր հայտարարությունը հրապարակային կտեղադրի միանշանակ։ Շնորհակալ եմ, Խնդրեմ Տեր Զարե։ Աստված օրհնի ձեզ շատ։ Շնորհակալ եմ ձեզ այս հնարավորության համար նաև, Աստված ձեզ օրհնի։ Ես միայն վերջում ուզում եմ հորդոր կոչով հանդես գալ մեր հավատացյալներին։ Խնդրում եմ ձեզ, սիրելի հավատացյալներ, Քրիստոսի ընտանիքի անդամներ, մի խաբնվեք այն կեղծ ձևակերպումներին, որ ասում են իբրև մեր պայքարը այսինչ կամ այնինչ անձի դեմ է, ոչ, պայքարը եկեղեցու դեմ է։ Եթե դուք եկեղեցու կողքին չեղաք, սենց ասեմ ձեզ, Նոյան Տապանի օրինակը, եկեղեցին միշտ համատվել է Նոյան Տապանի հետ։ Եթե դուք Նոյան Տապանից դուրս մնացիք, ջրհեղեղը ձեզ տանելու է։ Դուք պետք է տապանի ներսում լինեք, ամեն մեկը ձեր տեղն ունի, այդ թվում նաև հոգևորականներս, այդ տապանի մեջ մեր տեղն ունենք։ Ամուր կացեք ձեր հավատքի մեջ, մի խաբնվեք ամեն կեղծ ու սուտ խոսքերի եւ վստահեք ձեր հայրերին, ձեր հոգևոր հայրերին, ովքեր իրենց կյանքը, իրենց անձնական ամեն զոհաբերել են ձեզ համար, ձեր ծառայելու համար, Աստծուն ձեզ դեսպաններ լինելու համար, սիրելիներ, եւ Աստծուց ձեզ դեսպաներ լինելու համար։ Աստված օրհնի բոլորիդ։ Նշեմ, որ տեսակապով զրուցում էի Ղրիմի Թեոդոսիա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարե Հաշուրյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել։ Կհանդիպենք։